Այո, Մեջակենտրոնում այսօր քննարկելու ենք 3 ոստիկանություն քաղաքացիներ բախումների և դրա հետևանքով քաղաքացիների ոստիկանության բերման ենթարկելու գործողությունների իրավաչափությունը։ Մենք այսօր հյուրընկալել ենք ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերժլակ Հակոբյանին, իրավունքի գերակայությունների նախագահ իրավապաշտպան Ալբերտ Զեյնալյանին, բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ավտանգիլյանին, Զարա Հովհաննիսյանին և բողոքի ակցիան լուսաբանող լրագրող Վարդան Մինասյանին։ 3 քաղաքացիները բողոքի ակցիային կազմակերպվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի և Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցներին տարբեր ժամերի, տարբեր վայրերից տարել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Բերման ենթարկված անձանց կխնդրեի հակիրճ ներկայացնել 3 ինչ տեղի ունեցավ իրենց հետ։ Սկսենք դեպից Զարա։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ փոքրիկ ճշտում անել, ոչ թե ակցիան կոնկրետ Պուտինի այցի դեմ էր, այլ ընդգծելու համար էր Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս դեպքում մենք այստեղ անդրադառնում ենք մի կառույցի, որը ինքնիշխանության դրույթի խախտում է հանդիսանում, եւ մենք փորձում էինք բազում կուսակցությունների եւ մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին կազմակերպել այսպիսի մի ցուցադրություն ինքնիշխանության, որը առավոտվա մի փոքրիկ ակցիաներից սկսած խոչընդոտվեց ոստիկանության աշխատակիցների կողմից։ Առաջին բերման ենթարկվածները մենք էինք հերոսու կամրջի վրայից, որտեղ կապցնում ենք բերմանները եւ ակնհայտ ես կարծում եմ ապօրինի էր բերման ենթարկման փորձը, որովհետեւ նախ մեզ չասեցին, որ դες բերման ենթարկում, ասեցին, որ դες հրավիրում եք ոստիկանություն։ Նախ այդպիսի իրավական կատեգորիա չկա, հրավիրել ոստիկանություն, մենք ընկերների պրոգրամել ենք սրճարան չանելու։ Դրանից հետո մենք փորձեցինք ճշտել, թե ինչ կարգավիճակով մեզ հրավիրում ոստիկանություն։ Այսինքն ոչ թե հրավիրում, այլ մենք արձանագրեցինք, որ մեզ բերման ենք ասել մենք ընդեղ ձեզ սպասենք, որ դեպքով ինչի իրավախախտում ենք կատարել եւ այլ։ Վերջի վերջո այդտեղ մենք հայտնվեցինք ոստիկանության բաժանմունքում, մոտ 2 ժամ, ուղղակի ոչ մի պրոցես չէր կատարվում։ Առավել մոտավորապես 2.5 ժամ զննություն են կատարել, թե ինչ իրեր կան մեզ մոտ։ Դա ուղղակի տարօրինակ է, որտեղ մի քանի անգամ մենք կարող ենք դուրս ու ներս անեինք, գնայինք ինչ-որ, չգիտեմ, լվացվելու կամ ինչ-որ մեր պետքերով, այսպես ասած, բավական անգրագիտ էր կատարվում ամբողջ process-ը եւ ինչ վերաբերում է փաստաթղթային հիմքերին, ի վերջո մեզ ներկայացրեցին վարչական իրավախախտման 182-րդ հոդված չենթարկվել ոստիկանին։ Օրինական պահանջին, որն էր օրինական պահանջը չգիտեմ, որովհետև մեզ որևէ պահանջ չի ներկայացվել, մենք ուղղակի փակցնում ենք այդ բաները ու իջնում ենք արդեն։ Իրենք եկան, պոկեցին եւ ասացին հետևեք մեզ։ Դուք դեպի ոստիկանական բաժանմունք պիտի գաք։ Շնորհակալություն, Արթուր, կներկայացնեք ձեզ որտեղից ուր տարան։ Բարև ձեզ, ուրեմն ինձ եւ իմ ընկերոջը Հայկ Սահակյանին բերման ենթարկեցին Արշակունյաց պողոտայի վրայի կանգառից, որտեղ մեր տեսակետը ազատ արտահայտելով, պաստառներ փակցնելու միջոցով պարզապես դրանից ցուցանկանում էինք տուն գնալ, բերման ենթարկեցին 2 ավտոմեքենայով, 2 քաղաքացիական համարներով ավտոմեքենայով, 5 քաղաքացիական հագուստով անձինք, որոնք որ պարզվեց, որ հետագայում պարզվեց, որ ոստիկաններ են։ Մեզ հետ ընդ որում բերման ենթարկեցին նաև լրագրողին, լրագիր AM-ի լրագրող Թևմինե Հարությունյանին, հենց իր պարտականությունների կատարման պահին։ Մեզ տարան Շենգավիթի ոստիկանության քաղաքային բաժանմունք եւ մի քանի էական, ես չպատմեմ ամբողջ պատմությունը, մեզ մի քանի էական շեշտադրումներ եմ ուզում անել, հա։ Նախ եւ առաջ Գոյրը, ինչպես արդեն նշեց Զարուհին, չկա այդպիսի բան հրավիրել։ Մեզ անդադ շեշտում էին, որ մեզ հրավիրում են ոստիկանության բաժանմունք։ Ես հետո ճշտեցի, որոշակի աղբյուրներով ճշտեցի, թե ինչու են նրանք նկատում են ոստիկանության ներկայացուցիչները խուսափում անդադ բերման ենթարկել իրավաբանական հստակ տերմին անգլերեն, որտեղ իրենց թվում է, որ դրանով եթե մարդուն հրավիրում են
այդպես հրավիրում են ոստիկանության բաժանում, ապա նա ազատությունից չի զրկվում, որը իրականում նման բան իրականում գոյություն չունի, հատկապես կոնկրետ մեր բերման ենթարկման պահը հստակորեն արձանագրվել է Թերմինեի կողմից, չգիտեմ դուք երևի տեսել եք այդ ձայնագրությունը, ուրիշ բան չասեմ, գոնե իմ մասով երևում է, թե ինչպես երկու ոստիկաններ բարեկամաբար շատ այնց խիստ թևանցուկին զարած, հա, ու պարզապես տանում են ոստիկանություն բաժին։ Մեզ մոտավորապես բերման ենթարկման պահից սկսած 2.5 ժամ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից, կատարելու հենց օրենքով նախատեսված մեկ զանգ, հա, որևէ կերպ դա չհիմնավորելով, ընդհանրապես, ասենք, այն ոստիկանության ներկայացում մենք անդադ հարցնում ենք, ինչու չեն կարող մենք զանգել, խնդրում ես մեջ բերում եմ, շատ ճիշտ հարց եք տալիս, երբ ասում եք, ինչու չեն կարող են, այդ մեր իրավունքը չի, ասում են, շատ ճիշտ հարց եք տալիս, բայց պատասխան դրան չէր հետևում, մենք կարողացանք կապվել արդյունքում 2.5 ժամ հետո ինչ-որ այլի առանց բացատրության մեզ թույլատրեցին զանգահարել, եկավ իրավաբան, որին որ 1 ժամ ուշացումով ներս տողեցին բաժին, այսինքն 1 ժամում չէր կարողանում բարձրանալ երրորդ հարկ, հա, եւ արդյունքում պարզվեց, մենք հրաժարվեցինք առանց իրավաբանի, որը թե բացատրություն տալուց, թե որևէ բան ստորագրելուց, եւ արդյունքում պարզվեց հետեւյալը, որ ոստիկանության աշխատակիցները այնքան էլ լավ չէին տիրապետում կոնկրետ Շենգավիթի քաղաքային բաժանմունքի մասին եմ խոսում, ոստիկանության չեն վիրաբերվում օրենսդրությանը, որովհետև մեզ մոտավորապես այսպիսի մի դարձյալ մեջբերում եմ, այսպիսի մի փաստարկ բերեցին։ Դուք սահմանադրությամբ եք շարժվում, իսկ մենք օրենքներով։ Երբ որ մենք փորձում ենք ցույց տալ, որ մենք իրականացրել ենք մեր սահմանադրական իրավունքը, հա, պարզվեց, որ Հայաստանում սահմանադրությունը եւ մնացած օրենքները իրար մի տեսակ հակադրվում են, հա։ Դարձյալ Զարուհու պատմածին շատ նման մեզ փորձեցին անձնական զննություն անցկացնել, դարձյալ մոտ 2-2.5 ժամ հետո, երբ որ էլի մենք գնացել ենք, այդ ես պարզապես ֆիքսում եմ ոչ կոմպետենտության դրսևորումները ցույց տալու համար։ Եթե մենք պետք է այնտեղ պահվեինք 3 ժամ, 3 ժամի փոխարեն պահվել ենք 5 ժամ։ Ժամը 9-ից, ժամը 9-3-ից, երբ որ պաշտոնապես ֆիքսվել է հենց տեսախցիկի կադրերով, մինչև ուղիղ ժամը 2-ը մենք եղել ենք Շենգավիթի քաղաքային բաժանմունքում։ Սա ամփոփ պատմությունն է։ Մի բան եմ ցանկանում նշել, վերջին բանը պարզապես իմ համար ակնհայտ էր, որ նման քանակի բերման ենթարկվածներ վերջին տարիներին կարծես թե մեկ օրվա մեջ չեն եղել։ Սա իմ մոտ պարզապես խոսում է նրա մասին, որ կար 1000 ներողություն գլխաքանակ ապահովելու խնդիր, որը որ պետք էր զեկուցվեր եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Շնորհակալություն Վարդան, դուք լուսաբանում էիք ակցիաները, ինչ տեղի ունեցավ ձեզ հետ։ Դեպետ մամուլում արդեն գնեմ, բայց հակեր ներկայացնեմ։ Մոտեցա այն պահին, երբ որ Լևոն Բարսեղյանին բռնուժով ընդունում են ոստիկանական մեքենան, բնականաբար որպես լրագրող փորձեցի ֆիքսեմ կադրը, կողքս կանգնած էր Երևանի ոստիկանապետը, չէի նկատել այդ պահին անգամ իրան, երբ որ Լևոն նկարում էի, ապարատի ռեժիմը գցեցի վիդեո ռեժիմ, այդ պահին անգամից մի հատ ձեռքս ոլորեց եւ վերցրեց, շրջվեմ տեսնեմ անձամբ Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետը։ Ներսից այդ պահին դուրս եկան ոստիկանական համազգեստով ինչ-որ մարդիկ ու ինձ առևանգեցին բառեզբոյի իմաստով։ Եթե տվյալ պարագայում Զարայի բան պարագայում իրանց գոնե ասել են, որ հրավիրում են, ինձ անգամ մեջ չասեցին։ Բռնի ուժով գցեցին մեքենան ու ոչ մի խոսք։ Այդ ընթացքում մեքենայից փորձեցի ինչ-որ ձևով այդ լուրը հասցնել հանրությանը, զանգեցի հրապարակ-եմ խմբագրություն, հեռախոսով խոսելուց պահին մի հատ երիտասարդ մտավ ու անմիջապես ծնոտից հարվածեց ծնոտից, հեռախոսը ձեռքիցս ընկավ, ընթացքում փորձում էի վերցնեմ, չէին թույլ տալիս, մեքենայում կային 2 անչափահաս, որոնցից մեկը 15 տարեկան,
ու ակնհայտ էր, որ երեխան 15 տարեկան է, կարելի է անգամ ավելի փոքր տեսնել, եւ մեկը 17 տարեկան, երկորից պիտի զորակոչեին։ Այդ կողքից երեխեքը ահավոր 17 տարեկանը ահավոր վախեցած էր, անընդհատ հարցնում էր ինչ անեմ, կարող է ինձ ստեղծեցեն։ Ես ու Լևոն Բարսեղյանը այդ երեխուն ինչ որ կերպ հանգստացրեցինք, որ կթողեն, Պուտինը գնա կթողեն, հանգիստ մնա, ըստ ամենայնի ծրագրած է այս ամեն ինչը։ Մի խոսքով մեքենայում ինչ որ կողքից երկու հոգի ինչ որ բանացեցին ու եկան այդ մարդկանց ծեծեցին, եթե ինձ ընդհանրապես մի հարվածով սահմանափակվեցին, կողքից երկու հոգուն ծեծեցին։ Հենց մոտ 1 րոպե անընդհատ հարվածում էին այդ երկուսին։ Հասանք ոստիկանություն, այնտեղ իդեպ հենց Աշոտ Կարապետյանից սկսած ես ասել եմ, որ լրագրող եմ, այնպես չի որ չեն իմացել։ Հասանք ոստիկանություն, էլի շեշտեցի, որ լրագրող եմ, բարձրացրեցին վերև, մի 8 հոգի էլ չհասկացա ինչ էր կատարում։ 8 տարբեր մարդ գալիս է ինձնից հարցնում է անուն ազգանուն։ Ես ասում եմ, արդեն 8-րդ անգամ եմ ասում, հասկանում եք, ինձ հետաքրքիր է հասկանքի եմ 8 հոգու ասում նույն բանը։ Վերևում արդեն երբ որ լրատվամիջոցները գրել էին, արդեն բոլոր լրատվամիջոցները գրել էին, սկսեցին տարբեր աստիճանի ոստիկաններ անդադ ներս մտնել, հարցնել ով է լրագրողը, վերաբերմունքը կտրուկ իմ նկատմամբ փոխվեց ու այդ երեխեքին թողած սկսեցին զբաղվել ինձնով։ Լրագրողը արագացրեք, ուրա լրագրողի գործը, շուտ արեք լրագրողի գործը, ես ասում եմ ոչինչ, երեխուն թողեք, լրագրողը կսպասի, էլի, ոչինչ, արդեն լրագրողին բերել է։ Չէ, ու իդեպ այդ շարքից առաջինը ինձ ազատ թողեցին, հայտնվեցի դրսում, այդքան է, հա, տարել էին կենտրոնի բաժին։ Ներսում վերաբերմունքը նորմալ էր, բայց մեքենայում ահավոր էր։ Իդեպ սաղ ինչ տպավորություններ, որ այդ մարդկանց ինչ-որ բան են սրսկել, ինչին է, ահավոր աչքերները ուռած ու կատաղած ոնց որ թշնամու դեմ գնային, էլի։ Երևում, հա, ձեռնաշխտաներ են հագցրել մեքենայում բոլորին, մեքենայում 9 կամ 10 հոգի էինք, ինչի են ձեր ոչ մեկս ոչ հանցագործ են, բոլորը ծանոթ էին, դե բոլորը նորմալ քաղաքակիրթ մարդիկ, ոչ մի հանցագործ։ Այդքան։ Աշոտ Կարապետյանի մասին խոսք գնաց Երևանի ոստիկանապետ, որը շատ հայտնի խոշտանգող է մեր լրագրողական դաշտում հայտնի նյութերից ելնելով, ես ակցիայի ժամանակ մոտեցա ու հարցնում եմ, թե ինչու եք բերման ենթարկում կազմակերպիչներին, ի վերջո իրավիճակը բավական բարդ է եւ պետք է ինչ-որ կերպ կոնտրոլի տակ պահել այս ամեն ինչը, ասաց շուռ եկավ, այս աղջիկնով է, էլի, այսպես արհամարական եւ սպառնալից հայացքով, որ դու այստեղից ցվրվեիր, լավ կլներ։ Չերևայր աչքիս, այսպեսի բիրտության աստիճանը չեք պատկերացնի երեք ինչ էր կատարվում, իհարկե մենք մարտի 1 տեսած ժողովուրդ ենք, բան չունեմ ասելու, բայց անհամեմատելի է, էլի, 110 բռնված ինչ-որ փոքրիկ ակցիայի ժամանակ, որը ընդհանրապես շեշտում է երկրի ինքնիշխանությունը եւ քեզ համար դա բավական սպառնալից է, էլի։ Շնորհակալ։ Այդ խցիկը, որը որ իմ ձեռքից վրցա Աշոտ Կարապետյան, տենց էլ չվերադարձրեցին։ Ուզում այսօր մեր ոստիկանության ներկայացուցիչի ասի, երբ կվերադարձնեն, ոնց կվերադարձնեն ու արդյոք մեջի կադրերը պահպանված կլինեն։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները պատմեցին, նշեցին կատարվածը, նշեցին փաստարկներ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների։ Կուզեի յուրաքանչյուր այս 3 դեպքի համար եթե կարելի առանձին մեկնաբանություն եւ 3 ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն պաշտոնապես, որ ոստիկանության բաժիններ վերման է ենթարկվել 110 անձ, բավականին մեծ թիվ է մեզ համար եւ Արթուրի նշած ինչ խնդիր կար այդքան մեծ թվով մարդկանց ոստիկանության բաժանմունքներ տանելու։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ոստիկանությանը եւս հրավիրելու համար, մենք միշտ պատրաստ ենք, մեր դիրքորոշումը ներկայացնելու։ Առաջի հերթին այս կապված որոշակի նշումներ հասցրեցի անեմ, փորձեմ հերթով պատասխանել, եթե ինչ-որ մի բաց կմնա, կխնդրեմ նորից հարցադրում անել, որ պատասխանեմ։ Կապված քանակի հետ որևէ ինքնանպատակ կամ չգիտեմ նման բան գոյություն չունի, որ քանակ պիտի ապահովվի, հա, եթե մենք շատ ուրախ կլինենք, որ որևէ անձի կողմից հասարակական կարգը չխախտվեր եւ որևէ անձի նկատմամբ որևէ վարչական իրախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմեր։ Դա լիներ մի հոգի էլի արվելու էր, լիներ, չգիտեմ, 500 հոգի, մեկը համապատասխան գործունեություն ոստիկանությունը կատարել էր, առաջնորդելով բացառապես օրենքով, որովհետեւ որևէ քանակի խնդիր, որևէ պատվերի խնդիր
առավելևս ձեր ասած գլխականակի խնդիր նման բան գոյություն չունի, հա, նման բաներ ասելուց կխնդրեմ անպայման որոշակի հիմնավորումներով ասեք, որովհետև ամեն ինչ կարող ենք ասել։ Կապված կներեք Վարդան, չէ, Ձերանա։ Կապված Վարդանի դեպքի հետ անմիջապես թերթերում հրապարակվելուց հետո ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայական քննություն, հա, մեր Պոլիսիայում կայքում այդ մասին հրապարակում է եղել, չգիտեմ որքանով եք ծանոթ թե չէ։ Ձեր հարցերին, հա, երբ որ ծառայական քննություն կլինի, ձեզ կկանչեն, ձեզանից էլ բացատրություն կվերցնեն, մանրակրկիտ, եթե թույլ տաք, այդ ժամանակ, եթե կարիք կա, ես անձամբ ես էլ ներկա կլինեմ, պատասխանենք ձեր հարցերին, հատկապես այդ հարվածների վրա։ Բացի ծառայական քննությունից, հա, ինչ որ դուք մատնանշում եք, որ հարվածներ են եղել ձեր դեմքի մոտ, դրանք քրեորեն պատժելի արարքներ են, դուք դրա հետ կապված իրավունք ունեք դիմելու դատախազություն կամ հատուկ քննչական ծառայություն, քանի որ ոստիկանության աշխատակիցները հատուկ քննչական ծառայության սուբյեկտ են հանդիսանում։ Թույլ տվեք մի բան ընդհանուր, հա, լրագրողների հետ կապված ասած ծառայական պարտականությունների կատարման հետ, որ մենք խոչընդոտում ենք։ Մենք լուրջ խնդիր ունենք դրա հետ կապված եւ մի քանի ամիս առաջվա դեպքերից մենք հետեւություն արեցինք, որ այդ հարցը բաց է օրենսդրական առումով եւ ընդհանրապես կարգավորման տեսանկյունից։ Ոստիկանության պետի հանձնարարությամբ մենք այս պահին ուսումնասիրությունն ենք կատարում, հատկապես միջազգային փորձն ենք ուսումնասիրում լրագրողներին քաղաքացիներից առանձնացնելու համար։ Այսօր բացառապես այդ բեյջ կոչվածով ենք միայն տարբերում, կներեք մեջքից մենք բեյջ չենք տեսնում, դիմացել յուրաքանչյուր քաղաքացի բեյջ կարող է վերցնել, փակցնել իր հագուստին եւ դուրս գալ ասել ես նկարում եմ վերցնել տեսախցիկ։ Որպես օրինակ մի քիչ շեղվեմ թեմայից, բայց ընդհանրական լրագրողների հետ կապված, որ ձեր մոտ այն տպավորություն չլինի, հա, որ մենք ոստիկանության աշխատակիցները սրսկված են, չգիտեմ, աչքերը կարմրած են եւ հատուկ հարձակվում են ձեր վրա։ Որպես օրինակ բերեմ, մենք մի փորձ ենք նայել եվրոպական երկրի, որտեղ հավաքների ժամանակ կամավոր է այնտեղ քննարկենք, մենք պարտադիր հասարակական լսումներ ենք անում, գրեթե բոլոր լրատվամիջոցներին պիտի հրավիրենք այդ հարցի հետ կապված քննարկման, որպես օրինակ վառ կապույտ, այսպես ժիլետներ են բաժանում, հա, համարակալված, պարտադիր, որ որևէ մեկը դրանից չկարանա այլ լանձա քաղաքացի, երրորդ դա ունենա, բացառապես համարակալված բաժանվելու է կամ նախարարող լինելու մեխանիզմներ այն չեմ կարող զել լրագրողներին, որպեսզի ոստիկանը տարբերի լրագրողին քաղաքացուց։ Գիտեք, այսօր ենթադրենք օրինակ ներկուս քերորեն հետապնդելի արարքի հետ կապված ասեմ։ Հանցագործություն է կատարվել ու մի քանի հոգի վազում են։ Կներեք ոստիկանը երբևիցե բեյջից առավել եւս ու հետևից չի կարող նկատել դա լրագրողա թե քաղաքացի թե հանցագործ։ Դրա հետ կապված մենք այսօր որ լրագրողին տարան, որովհետեւ մեկը հաստատ նպատակ չունի պարտադիր լրագրողին տանել ոստիկանություն։ Որտեղ մենք չենք կարողանում ճշտել, կներեք, պահի տակ, եթե դուք նկատած կլինեք մեծամասամբ լրագրողներին մենք որևէ արձանագրություն չի կազմել, որտեղ մենք լավ գիտակցում ենք, որ նրանք ծառայական պարտականություն են կատարում, լրագրությամբ են զբաղված։ Երբ որ որևէ տարբերանշան կլինի, որ մենք կտեսնենք, որ դա լրագրող է, մենք նրան որպես հասարակական իրավախախտ երբևիցե չենք կարող դիտել։ Ներեցեք, այս դեպքում մենք ունենք նաև այլ լրագրողի հետ կապված Թեհմինեի Արթուրը նոր նշեց, ինքը ոչ մի գործողություն չէր անում բացի նկարահանելուց։ Նրա հետ կապված եւս ոստիկանության պետը հիմա ուսումնասիրություն է կատարում, դեռ չեմ ուզում առաջ գալ, միգուցե նաև այդ դեպքով ծառայական քննություն կատարվի, դա անմիջապես զեկուցվել է ոստիկանության պետին, ուղղակի 3 այնքան զբաղված ենք եղել, չենք հասցրել արձագանք, դրան ինչ որ խնդիր վաղեմության այդպիսի խնդիր չունենք, այնպես որ կանդրադառնանք։ Վարդանի դեպքով, այսինքն չիմանալու խնդիր չկար, ինքը այդ պահին ուղղակի տեսագրում էր եւ բեյջ ուներ եւ նշել էր։ Վարդանի պահով նշանակվել է ծառայական քննություն եւ եթե կլինեն մեղավորներ, միանշանակ կպատժեն Վարդանին կկանչեն, Վարդանից բացատրություն կվերցնեն, եթե կան այլ անձինք, ովքեր ներկա են եղել Վարդանի հետ մի մեքենայի մեջ, Վարդանը խնդրեմ մատնշի անուններ, պարտադիր նրանց էլ կկանչենք, որպես վկա արձակնենք եւ հաստատ օրենքի սահմաններում լիարժեք պատասխան կտանք, մեղավորներն էլ ձեզ վստահեցնում եմ հաստատ պատասխանության կենտրոնի։ Մի բան էլ տեսախցիկի հետ կապված, ինչի մինչ այժմ չի վերադարձվել եւ արդյոք վստահեցնում եք, որ որևէ կադր ջնջված չի լինի։ Ես նորից դե ծառայական քննություն անում բառը ասեմ, անընդհատ ասում եմ, ես այս բանին չեմ կարող որևէ պատասխան տալ։ Եթե կլինեն մեղավորներ, միանշանակ կպատժվեն։ Ես չեմ կարող ասել ինչի չեն տվել, ինչ եւ այլ, հա, դրանք կպարզենք պատասխան ընթացքնել կտանք։ Կապված է, կներեք հրավիրել բառի հետ կապված է։ Այսօր քրեական գործով, երբ որ վկային էլ կանչում են հարցաքննության, էլի մարդուն զանգում ասում են ձեզ հրավիրում ենք, եկեք վկայություն տվեք, լավ։
Հրավիրելու մեջ պարտադիր չի օրենքով հստակ լինի սահմանված հրավիրել, սահմանված լինի հրավիրելու մեխանիզմեր եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Եթե մարդը մենք 110-ից նաեւ դեպքեր ունենք, որտեղ մարդկանց ուղղակի գիտենք, որ կատարել են իրավախախտում, հրավիրել ենք, մարդիկ եկել են, այո, ընդունել են, արձանագրությունը կազմվել է, գնացել են, պարտադիր չի նրանց բերենք ոստիկանություն։ Համար այդ մի քիչ տարօրինակ է այդ հրավիրել բառի հետ կապված։ Ուրիշ ինչ հարցեր ես այդտեղ առանձնացրեցի, կապված 5 ժամի հետ դուք ասեցիք, չէ՞ որ ձեզ 5 ժամ են պահել։ Խնդրեմ անպայման դուք էլ այդ մանցին մատնշեք, վերջում խնդրեմ անպայման հանդիպման վերջում տվյալները տաք, բայց փորձեմ ուսումնասիրություն հասկանամ, որովհետև մատյաններում հստակ նշվում են, ասեմ ավելին, նախորդ դեպքերի հետ կապված, Կոմիտաս 5, Բաղրամյան 26, Քաղաքապետարան եւ Փակ շուկայի հետ կապված մարդու իրավունքների պաշտպանին ոստիկանությունը մանրակրկիտ ժամով, րոպեով տվել է տեղեկատվություն, այդ թվում տվել ենք նաեւ բոլոր մատյանների գրառումների պատճեններ։ Եվ պատրաստ ենք այժմ էլ, ավարտելուց հետո, երբ որ ամփոփվեց ամիջը, տրամադրել եմ, որ այդտեղ խնդիր չունենք նման։ Խնդրեմ անպայման ձեր դեպքն անպայման ասեք, ես գրառեմ։ Ուրիշ, եթե թույլ կտաք, ուզում եք, եթե բաց բաներ մնացեք, խնդրում եմ ասեք։ Հետագայում հարցադրումով ներեցեք խոսքը այժմ տանք պարոն Զեյնալյանին։ Պարոն Զեյնալյան, երկու կողմին էլ լսեցինք այս պահին, կխնդրեի մեկնաբանեք։ Բարև ձեզ։ Իմ անունը Արտակ Զեյնալյանն է, ես իրավապաշտպան եմ, իրավաբան, փորձագետ, կոորդինացնում եմ իրավապաշտպանների, ակտիվիստների պաշտպանությունը դատարանում, մոտավորապես ներկայացվել է Կոմիտաս 5-ով Երևանի քաղաքապետարանի մոտ իրականացվող ակցիայի օգոստոսի 20-ի դեպքի, սեպտեմբերի 4-ի դեպքերի այդ կապակցությամբ հարուցված վարույթներով դատարանում պաշտպանություն այս անձանց հեղինակել եմ մի քանի տասնյակ դիմումներ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ մի քանի տասնյակ դիմումներ սահմանադրական դատարան եւ ունենք հաջողություններ այդ ոլորտում։ Սա այն մասին, թե ինչպիսի փորձագիտական բազա ունեմ ես։ Եվ միանգամից անցնեմ ըստ էության պատասխաններին, նախ ձեզ է վերաբերվում ծառայական քննության շրջանակներում չեք ներկայանա, խորհուրդ եմ տալիս չներկայանալ ոստիկանություն եւ չտալ բացատրություններ կամ չհարցակնվել որպես վկա, այդպիսի կատեգորիա չկա։ Եվ եթե հանկարծ ձեզ հեռախոսով կզանգարեն եւ կասեն հրավիրում ենք ոստիկանություն քրեական գործի շրջանակներում վկայություն տալու, եւս չներկանաք եւ չտակ չգնաք ոստիկանություն, սա հակաօրինական է եւ չկա դրա իրավական հիմքը։ Եվ եթե որևէ օրենք հակասում է սահմանադրության, անպայման առաջնորդվեք սահմանադրությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ի տարբերություն խորհրդային Հայաստանի օրենքի գերակայության երկիր չի, այլ ճիշտ հակառակը իրավունքի գերակայության երկիր է։ Միանշանակ առաջնորդվեք սահմանադրությամբ եւ պահանջեք, որպեսզի պետական պաշտոնատար անձինք, հատկապես ոստիկանները, ապահովեն ձեր իրավունքների պաշտպանությունը սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով։ Դա իրենց պարտականությունը, դրանց նպատակը դա է։ Դրանց իմաստը, բովանդակությունը դա է։ Ես ուզում եմ տալ, այսպես ասած, վկայություն հրապարակավ, երեք ներկա եմ գտնվել Երևանի կենտրոնական բաժնի մատույցներում, որպես իրավաբան փորձել եմ ներգրավել եւ պաշտպանել 40-ի չափ վերևման ենթարկված անձանց իրավունքները, ինձ թույլ չեն տվել բարձրանալ վերև, հավաստում եմ, այսինքն մենք միասին նախապես չենք համաձայնեցրել մեր խոսքը, ինձ թույլ չեն տվել բարձրանամ վերև եւ ներգրավեմ որպես վարչական վարույթում իրավաբան։ Սա մեկ եւ երկրորդ այդպես էլ թույլ չտվեցին, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները բարձրանան եւ տեսնեն ինչ է կատարվում ոստիկանությունում։ Սա ես ինքս եմ ականատես եղել եւ չեմ սպասում որևէ հերկման։ Կարիք չկա դրա, դա արձանագրված է նաեւ զանգվածային լրատվության միջոցներն են արձանագրել դա։ Խոսեմ այն մասին, թե ինչ է նշանակում այն ինչ որ կատարվեց։ Սա ուրեմն ազատությունից զրկելը, ինչ որ իրականացվել է, դա ազատազրկում է։
որը քրեական վարույթի շրջանակներում է իրականացվել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասի լույսի ներքո եւ խախտվել է անձանց կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը երաշխավորված 5-րդ հոդվածով։ Ես սա հրապարակայնորեն ասում եմ, որտեղ այլևս գաղտնիք չի, նաև տակտիկական գաղտնիք չի մեր պաշտպանության մասով, ներկայացվել է նաև դատարան եւ նաև մենք ունենք դատական ակտ Լևոն Բարսեղյանի գործով, որ արձանագրվել է սա շատ նման է Շիմա Վոլոսովի գործով Եվրոպական դատարանի վճռի հանգամանքներին եւ ոչ միայն այստեղ տեղի ունեցել միջամտություն անձանց կոնվենցիայով երաշխավորված 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին։ Այն, որ առաջիկա 2 ժամերի ընթացքում որևէ գործողություն չի կատարվել, ցույց է տալիս վկայումը հաստատում է այն հանգամանքը, որ ազատությունից զրկելը, տվյալ դեպքում բերման ենթարկելով այսպես պատրբանը, հետապնդել է այլ նպատակ։ Նրանց ոչ թե բերել են ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար արձանագրություն կազմելու նպատակով, թեև դա եւս պատճառ չի անձին ազատությունից զրկելու համար, սա թողնենք մի կողմ, այլ դրա նպատակն է եղել անձանց խոսքի ազատության իրավունքը եւ հավաքների ազատության իրավունքը սահմանափակելու համար եւ արգելելու համար նրանց իրականացնելու այդ իրավունքը ազատորեն իրականացնելու համար։ Սա հետապնդել է այլ նպատակ։ Սա կրել է կազմակերպված բնույթ, կենտրոնացված, կառավարվել է եւ ոստիկանության ներկայացուցիչն էլ նաեւ այստեղ ընդունեց դա, որ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը եւ անկախ նրանից դա տարել են Շենգավեթի բաժին, տարել են կենտրոնի բաժին, Նորքի բաժին, թե Զեյթուն Արաբկիր բաժին, դա կենտրոնացված կառավարվել է, բնույթ է կրել։ Որ 8 անգամ լրագրողին մտնել եւ հարցրել են ով է ոստիկանը, ով է լրագրողը, անուններն են հարցրել, ճշտել են, սա եւս խոսում է այդ մասին, որ սա ձևական բնույթ է կրել եւ հիմնական նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասելն է, ասենք Մաքսային միությանը կամ մեկ այլ երկրի, այսինքն սա նաեւ իրականացվել է քաղաքական հայացքների համար, անձանց հետապնդում իրականացվել է նրանց քաղաքական հայացքների համար։ Սա ոստիկանության վարքագծին տրված իրավական գնահատականն է։ Ծեծը, որ իրականացվել է մեքենայի մեջ, դա անմարդկային վերաբերմունք է եղել դրսևորած նրանց նկատմամբ, նրանք որևէ վարքագիծ այնպեսի ցույց չեն տվել, որպեսզի նրանց նկատմամբ ուժ կիրառվի եւ կիրառված ուժը չի եղել պատշաճ, մասնագիտացված այսպես ասած ուժի կիրառում չի եղել, ծնոտին հարվածել է կամ 1 րոպե անձին ծեծի ենթարկել է, սա ներհատուկ է, բոլորովին ներհատուկ չէ ոստիկանին, սա ուղղակի խմբավորմանը ծառայող զինյալներին բնորոշ վարքագիծ է, որոշակի ասենք խմբավորմանը ծառայող զինյալների վարքագիծ է եւ ցանկացած ծառայական քննություն չի կարող ապահովել անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Այստեղ այլ մեխանիզմներ են պետք, որը քողարկվում է ծառայական քննության շղարշով, որևէ նշանակություն չունի այդ ծառայական քննությունը։ Սա նաեւ Եվրոպական դատարանի նախադեպերից է ասվում։ Ձեռնաշղթաների հագցնելը եւս անմարդկային վերաբերմունք է նրանց նկատմամբ եւ խոսում է այն մասին, որ նրանք ենթարկվել են ուղղակի քրեական հետապնդման իրենց հայացքների համար, նաեւ իրենց հայացքների համար։ Հեռախոսով թույլ չեն տվել, որպեսզի նրանք կապի մեջ գտնվեն։ Սա եւս խոսում է այն մասին, որ սահմանափակված է եղել նրանց անձնական կյանքի հարգանքի իրավունքը, պաշտպանության իրավունքը, որը այս մտնում է կոնվենցիայով երաշխավորված արդարադատականության իրավունքի շրջանակների մեջ եւ նաեւ սահմանադրության։ Բնականաբար մենք կոնվենցիան ենք վկայակոչում, որովհետեւ Հայաստանի իրավապահների համար սահմանադրությունը ոչ մի գրոշի արժեք չունի, վկայում է նաեւ իրենց հայտարարություն այն մասին, որ դուք սահմանադրությամբ եք շարժվում, մենք օրենքներով։ Սա մենք մի անգամ չի որ լսել ենք, միայն ուղղակի մարդկանց, այսպես ասած, վկայություններից չի որ մեջ են բերում, այլ ուղղակի ինքս նաև ականատես եմ եղել
նման արտահայտությունների ոստիկանների կողմից արված ոչ միայն խցիկն է սեփականություն, որը չի վերադարձվել, այլ նաև այն պաստառները, որոնք մարդիկ բռնած են եղել, դրոշները, որոնք բռնած են եղել, սա եւս միջամտություն է անձանց սեփականության իրավունքին, որը չի վերադարձվել, սրա պատասխանատուն ոստիկանությունն է, ոչ միայն ասենք առանձին բաժանմունքներ, այլ ոստիկանությունը։ Շնորհակալություն, հիմա հնարավորություն տանք լրագրողներին հարցեր ուղղելու, հետագայում Անորոշությունը, որի մեջ գտնվել են անձինք, այդ թվում նաև անչափահասները, եւս անմարդկային վերաբերմունք է նրանց նկատմամբ արգելված կոնվենցիայի 3-րդ հոդվածով Սահմանադրության հոդվածները հատուկ չեմ հիշատակում, այսպիսի իրավիճակ էր նաև Հայաստանում մինչև պուտինիզացիան, մինչև ասենք Մաքսային միության մեջ մտնելը 2003-2004 թվականներին այսպես իրավիճակ էր եւ դրանք առիթ դարձան Եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռների կայացման Հայաստանի դեմ։ Այդ բոլոր վարչական կալանքները, որոնք իրականացվել են, եղել են ապօրինի, իսկ դրանք հազարավորներ են եղել են ապօրինի այդ կալանքները եւ հիմա այս բոլոր բերման ենթարկվածները, այս բոլոր բերման ենթարկումները նույն շարքից են։ Հայաստանը արձանագրում է հետընթաց բարի գալուստ Մաքսային միություն եւ երազես այսպես է լինելու Հայաստանը։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Հակոբյան։ Պարոն Զեյնալյան, շնորհակալ եմ շատ, ես մոռացա համազգեստի մասն էլ, շատ ներողություն համազգեստի մասն էլ ասել, սա առևանգում է ուղղակի, առանց ոստիկանական տարբերանշանների, առանց ներկանելու քաղաքացիական ավտոմեքենայով մարդկանց ուղղակի առևանգել են։ Սա հենց այն խմբավորումն է, այն բանի զինյալների խումբն է, որոնք ծառայում են խմբի։ Շնորհակալ։ Ոչ մի համազգեստով ոստիկան չկար, ընդհանրապես ամբողջ։ Շնորհակալություն։ Կապված էլի կոնկրետ դեպքերի հետ, նախ անչափահասների հետ կապված, բոլորի մեջ եղել է ընդամենը մեկ անչափահաս կենտրոնի բաժնում, եթե չեմ սխալվում Էրիկ անունով 97 թվականից ծնված, ով հանձնվել է ծնողների հսկողությանը եւ առանց վարչական իրախախտման վերաբերել արձանագրություն կազմելու ուղարկվել չենք կազմել արձանագրություն, որևէ այլ անչափահաս չի եղել։ Վարչական իրախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 12-րդ հոդվածով, մինչև 16 տարեկանն է, այսպես ասած, տարիքը, կներեք, եթե ունեք կոնկրետ դեպք, խնդրում եմ ներկայացրեք, չէ, ուղղակի այսպես ասենք, անչափահասներ նման բան գոյություն չունի։ Մեկ անչափահաս, ում նկատմամբ չի արձանագրություն չի կազմվել, դա մեկ։ Հաջորդը ծեծ մեքենայի մեջ տեսախցիկ, արդեն ասացի, դուք ասացիք ծառայական քննություն չներկայանաց, ոչ ոք չի պարտադրել մեր հարգելի գործընկերոջ ներկայանալ ոստիկանությունից, ես ընդհանրապես ասացի ձեզնից, եթե հրավիրենք, բացատրություն կվերցնենք, եթե անձինք եղել են այնտեղ վկայություն տալու միաժամանակ ես առաջարկեցի նաև, որ դա ասելով, որ եթե ծեծը գոյություն ունի, դա քրեորեն պատժելի արարք է կազմված ծանրության աստիճանից մարմնական վնասվածքի, առաջարկեցի դիմել պատկան մարմիններին, այնպես որ ոստիկանությունը լիարժեք իրականացնում է իր ֆունկցիան եւ համաձայն է իր ծառայողին ենթարկել պատասխանատվության, եթե նա կատարել է խախտում։ Կապված մի վարքյան այս սահմանադրության, որ ասում եք, դուք սահմանադրությամբ մեկ օրենքով կրկին ես խնդրում եմ, ինչ որ ասում ենք, եկեք խոսել փաստերով, ես եկել եմ այստեղ առարկայական խոսելու, ոչ թե ուղղակի այսպես բառեր ասելու։ Կա նման բան, դա խոսում է գրագիտության մասին, միգուցե մի քիչ ավելի վատ գրագետ է որոշակի, անհատ ոստիկան, խնդրում եմ ներկայացրեք, մենք կամ ազատենք աշխատանքից, չգիտեմ, կամ ուսենք, կամ վերապատրաստենք եւ այլ, թե չէ, այսպես խոսքերով շատ կարող ենք ասել։ Ինչ վերաբերում է կենտրոնի բաժնում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացներին թույլ չտալու, կենտրոնի բաժնում եղել են 2 մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, անունները չգիտեմ, բայց ես կարող եմ հետագանել, խնդրում եմ ճշտեք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ձեզ անունները կտան։ Ինչպես նաեւ եղել են բոլոր բաժիններում դատախազության ներկայացուցիչներ։ Կենտրոնում 2 մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ եղել, ես չգիտեմ ում մասին է, որ ներս չեն թողել։ Սա այսպես, այդ 8 անգամ հարցրել են եւս, դասենք են խոսքերի եւ այլ։ Այստեղ խոսքի ազատությունից զրկելու համար դուք ասեցիք, մենք որևէ մեկին դրա համար խոսքի ազատությունից զրկելու նա չարտահայտվի կարծիքը չենք տեղափոխել ոստիկանության բաժիններ։
Փառք Աստծո այսօր համացանց գոյություն ունի, որտեղ բոլորս, այդ թվում նաև կարող ենք արտահայտել այն, ինչ ուզում ենք։ Այդ թվում բարձրախոսներով ակտիվիստները երթի ժամանակ արտահայտել են իրենց կարծիքը, այնպես ոչ որևէ մեկի ձեռքից բարձրախոս չի վերցել, բոլորը հնարավորություն ունեցել։ Բացառապես տարվել են այն անձինք, ովքեր խախտել են հասարակական կարգը։ Խնդրում եմ կոնկրետ փաստերով խոսեք, երբ որ ասում եք, ես էլ պատրաստ եմ պատասխանելու, ինչպես նաև պատասխանության ենթարկելու իրավախախտ ոստիկանին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, Արթուրը եւ Զարան պատմեցին ինչ եղել, ինչով էին խախտել։ Պաստառը կփակցնելու հետ էր կապված դա, երբ որ կամուրջի վրա դա հասարակական վայր է համարվում, որտեղ չի կարելի փակցնել, հա։ Որովհետև դա հասարակական խոսքի ազատությունը պարտադիր չէ, որ դուք պաստառ փակցնեք, այնտեղ դուք կարող եք ձեր ձեռքում բռնել, ենթադրենք, բայց ոչ փակցնել։ Այնտեղ քաղաքապետարանը, ես այս բային կոնկրետ որ կամուրջը, որ մասը, ինչ ձեզ չեմ կարող պատասխանել, բայց դու հարցում անեք քաղաքապետարանին, այնտեղ գովազդային վահանակներ կա, հատկացված որոշવા, չգիտեմ, քաղաքապետարանի սեփականություն, անհատի սեփականություն, զուտ բացառապես դրա հետ է կապված դա եղել։ Պաստառներ, խնդրեմ, նույն երթի ժամանակ հոլովակներում տեսնում ենք YouTube-ում գցած, որ բազմաթիվ պաստառներով անձինք կան, չհասկանա։ Նույն պաստառներով մարդկանց են վերման ենթարկել նախ եւ Նրանք, ովքեր հասարակական կարգ են խախտել, պաստառներ իրենց մոտ է եղել, տարել ենք, բայց մենք չենք մտել ժողովրդի մեջ, չգիտեմ, հերվում կանգնած մեկի ձեռից պաստառ վեր։ Կա նման դեպք, բերեք տեսագրություն դիտենք, որ մտել ենք ներս, ոստիկանը մտել է ժողովրդի մեջ, երթի մեջ, հա, հավաքվածների մեջ, որ ուղղակի պաստառ է վերցրել։ Շնորհակալություն, պարոն Զեյնալյան, բանն եք ավելացնելու։ Խոսքի ազատության դրսևորման համար, ձևի համար Հայաստանում համենայն դեպս համանadrությամբ եւ այն կոնվենցիայով, որի մաս են կազմում, լիցենզավորման կարիք չկա։ Արտոնագիր ստանալու, թե որտեղ ինչպես արտահայտել խոսքի ազատությունը, դա ազատություն է եւ պետությունը կաշկանդված է այս իրավունքով որպես անմիջականորեն գործող իրավունք։ Մարդիկ իրենց պաստառը փակցրել են, դրանով արտահայտել են իրենց կամքը, իրենց դժգոհությունը, դա արտահայտչա ձև է։ Եվ խաղաղ հավաքի ժամանակ, երբ որակվում է դա որպես իրավախախտում, հասարակական կարգի խախտում եւ անձին Լևոն Բարսեղյանի օրինակ դեպքում, երբ նրան բերման ենթարկեցին, կասեցրեցին նրա խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացումը։ Եթե նա, ասենք, չէր ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, մենք չգիտենք մեզ համար խորհրդավոր է եւ մութ է, թե այդ պահանջը որն էր եւ ինչով էր դա օրինական, ապա տվյալ պահին նրա ազատությունից զրկելով նպատակ էր հետապնդում դադարեցնել նրա խաղաղ հավաքների ազատության իրավունքը եւ նրա խոսքի ազատության իրավունքը։ Սա միջամտություն էր նրանց խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության իրավունքին։ Սա այլևս անվիճելի է։ Սա եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներով հաստատված է։ Այս ամեն ինչ որ ասվում է։ Սրա համար մենք չենք սպասում, որ մեզ հետ որևէ մեկը բանավեճի մեջ կմտնի։ Շնորհակալություն։ Իհարկե, խնդրում եմ։ Պարոն Հակոբյանի ներկայացրած պատասխանի հետ կապված, ուրեմն մեր պաստառը կապակցված է եղել հանրային վայրում, առանց խախտելու մարդկանց անցնելու հնարավորություն, այսինքն որևէ կերպ չի խոչընդոտել մարդկանց տեղաշարժվելու կամ հանրային տարածքից օգտվելու հնարավորություն։ Փառք Աստծո կան լուսանկարները, որևէ կերպ չեն խոչընդոտվել գովազդատուների իրավունքները որևէ կերպ չեն խախտվել։ Ակնհայտորեն հանրային տարածքը օգտագործվել է բավականաչափ նպատակային, երբ ես անձամբ հարցնում եմ փոխգնդապետին, որը որ էլի քաղաքացիական հագուստով եկել էր մեզ վերման ենթարկելու, իսկ մենք որտեղ կարող ենք արտահայտել մեր, ասենք, պաստառով, հա, որտեղ կարող ենք փակցնել այդ պաստառը, նա ասում է դրա համար օրենքով նախատեսված վայրերում, դրա համար օրենքով նախատեսված վայր գոյություն չունի, որտեղ որը նախատեսված է պաստառներ, հա, ասենք, չգիտեմ, 5 մետրանոց ինչ-որ պաստառ փակցնելու համար։ Բնականաբար ոստիկանության ներկայացուցիչը դրա պատասխանը չուներ։ Պարզապես ամփոփենք կոնկրետ մեզ բերման են ենթարկել ոստիկանություն, ինքնիշխան Հայաստան անունով պաստառի համար, այսինքն դա համարվել է խնդիր։ Ես մի օրինակ բերեմ։ Նալբանդյանի արձանի դիմաց բաների շուրջ, սյուների շուրջ փաթաթված են
Փուչիկներ։ Մեկը երկուսն էլ երագույն, մեկը Հայաստանի դրոշն է հիշեցնում, մյուսը Ռուսաստանի։ Դրանց փակցնողներին, կպցնողներին որը մեկը բերման չի ենթարկել։ Եվ այստեղ նաև խտրականություն կա։ Խտրականություն է ցուցաբերվել այն անձանց նկատմամբ, ովքեր որ հայտարարել են, թե Հայաստանը ինքնիշխան է։ Դրա այդ հատկանիշով, այս քաղաքական գաղափարն արտահայտելու հատկանիշով մարդիկ ենթարկվել են հետապնդման։ Այդ փուչիկներ փակցնողներին չեն ենթարկել։ Փուչիկներն էլ ինչ որ բանի մասին ասում են։ Եվ այլ վայրերում, եթե ասենք փակցվել են դրոշներ, ասենք Գյումրիում կամ ասենք փակցվել են, որի համար չկա, ասենք ոստիկանապետի թույլտվությունը, լիցենզիան կամ ասենք տվյալ համայնքապետի լիցենզիան եւս չկա, նրանց չեն ենթարկել, բայց այս անձանց, ովքեր որ հայտարարել են, որ Հայաստանը ինքնիշխան է, այն նրանց դրա համար ենթարկել են քրեական հետապնդման։ Շնորհակալություն, Սա քրեական հետապնդում է։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասի իմաստով քրեական հետապնդում է։ Կապված պաստառների ձեր վերած օրինակի հետ, ձերան Արթուր չէ, Արթուրի հետ կապված ես սկզբանե նշեցի, հա, ես այս բան տեսագրությունը, ես գիտեմ, որ կա տեսագրություն, հա, եթե չեմ սխալվում, սպիտակ 2106 է, չէ, եղել այդ մեքենան, որ ձեզ փոխել։ Վերջը, հա, ուզում ասեմ մոտավոր գիտեմ, հա, թույլ տվեք դա ուսումնասիրել, ձեզ էլ առանձին կպատասխանեմ, կարող եմ անգամ հրավիրել մեր մոտ, հա, նստենք միասին նայենք եւ տալ գնահատական։ Նախ նշեմ, որ ոստիկանության պետը որևէ լիցենզիա կամ թույլտվություն դրոշ փակցնելու, հա, կներեք զարմանալի բան է, դա նման բան գոյություն չունի։ Իսկ եթե ոստիկանությունը որոշակի օրենքները խախտել իր գործողությունները կատարելիս, խնդրեմ համապատասխան պատկան մարմիններ կան, բողոքարկեք ճանաչելու ոչ իրավաչափ, մենք էլ պատրաստ ենք պատասխան տալու մեր սխալների համար, ինչպես նաև պաշտպանելու մեր իրավունքները։ Ներեցեք, ձեր սխալների համար պատասխան տալը շատ լավ եք նշում, այստեղ կոնկրետ օրինակ ունենք։ Կոնկրետ օրինակով, երբ որ ծառայական քննություն, ինչպես նշեց հարգարժան պարոն Զեյնալյանը, հա, ծառայական քննությունը ոչինչ չի կարող տալ։ Ես այդտեղ նշեցի նաև 2 անգամ արդեն։ Կա խախտում, խնդրեմ կան համապատասխան մարմիններ, վերադասով վերահսկողությունը իրականացնում են ուղղam դատախազում, հատուկ քննչական ծառայություն։ Շնորհակալություն։ Եթե ընդունում ենք, եթե այն ինչ որ պատմեց լրագրողը իրականությանը համապատասխանում է, դուք ընդունում եք, որ կա խախտում, այսինքն երբ որ ոստիկանապետը բռնում է լրագրողի ձեռքը եւ հետո արգրավում է հետագայում։ Ես մինչև ծառայական քննություն, հա, արդյունքներով ձեռք բերված հիմնավորումները չտեսնեմ, կներեք հարցին չեմ կարող պատասխանել, իսկ գոնե, հա, նվազագույնի իմ աչքով դա դիտեսած լինի։ Երբ որ կտեսնեմ կամ երբ որ կծանոթանանք, այն ժամանակ նստենք քննարկենք, խնդիր չեմ տեսնում։ Շնորհակալ եմ։ Ասացիք այդ հարցը բաց է, քանի դեռ լրագրողները կոնկրետ տարանջատված չեն։ Այսինքն քանի տարանջատված չեն, անընդհատ լրագրողներին բերման ենթարկվում։ Ես կրկնեցի նորից, եթե կանգնած են 5 անց քաղաքացիական հագուստով, ընդամենը դիմացից փոքրիկ բեյջ կա, կներեք ես ոնց իմանամ ով է լրագրող, չէ՞, ես ինչ իմանամ, թե քաղաքացին իրավախախտը հստակ բեյջ չի փակցրել։ Դա ընդամենը առաջարկ է, որ ուզում ենք շատ շուտով անենք հրավիրել բոլոր ԶԼՄ-ներին, հա, մենք նստենք քննարկենք։ Ինչ տարբերակ, մենք միջազգային փորձ ուսումնասիրում ենք, առաջարկենք ձեզ կխնդրեմ դուք էլ եթե որոշակի փորձեր ունեք, գանք ընդհանուր այո, որ ոստիկանը ընդհանրապես ուշադրություն այդ առումով, վատ առումով, վատ պինթունեք բառը չդարձնի լրագրողի վրա, որ նա իր պարտականությունները կատարի, ոստիկանն էլ ավելի ճիշտ կատարի իր մյուս պարտականությունները, չզբաղվի լրագրողով, որով չպետք է զբաղվի։ Ես խնդրում եմ ցնորություն տալ, ասել հետևյալը։ Մենք ունենք փաստ բերմանը ենթարկվել անձնավորությունը ենթադրաբար իրավախախտում կատարելու համար։ Պարզվել է, որ նա լրագրող է եւ նրա նկատմամբ արձանագրություն չի կազմվել։ Այսինքն կամ նրան ապօրինաբար են բերման ենթարկել, որովհետեւ նա իրավախախտում կատարած չի եղել, դրա համար չի կազմվել արձանագրություն, կամ տեղի ունեցել խտրականություն, լրագրող լինելու հատկանիշով պայմանավորված։ Պարզ է իրավիճակը։ Այստեղ ասենք անձը բերման է ենթարկվել իրավախախտում անելու համար, հետո նրա նկատմամբ չի կազմվել արձանագրություն, որտեղ նա լրագրող է, կամ նրան բերման է ենթարկել ապօրինաբար։ Այսպես կոնկրետ իրավիճակ, կոնկրետ փաստ։ Թույլ տվեք, հա, ես էլ այլ տեղ մեկնաբան եմ, որը որ կիրառվում է այսօր եւ կարծում եմ խնդիր չկա այդտեղ։ Պարտադիր չի միայն հասարակական կարգի, նաև կա ոստիկանի օրինական ոստիկանի ծառայողի օրինական պահանջ չկատարել, երբ որ ինչ որ մեկը, ինչ որ անձ քաղաքացի, տեսախցիկը ձեռքը նկարում է ոստիկանության, ասում է, գիտեք, այստեղ պատնեշը անցեք ենքով, նա չի ենթարկում անցնում այս կողմ, մենք նրան այո բերում ենք ոստիկանություն, երբ որ վերջնականապես պարզվում է, որ լրագրող է,
այո, այդ դեպքում պիտի դիտենք որպես պարտականություններ կատարող լրագրողական, բայց եթե ոչ, ուրեմն ինքը չի ենթարկվում ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, կներեք դա լրիվ տարբեր բաներ է, լավ, դա նույն բանը չի։ Եթե անգամ ես լրագրող չլինեի այդ պահին, ես որևէ օրենք չեմ խախտել։ Հասկացա ձեր դեպքում ոչ մի պահանջ չի ներկայացել։ Հասկացա ձեր դեպքում, երբ որ մենք կպարզենք, որ ոստիկանը ապօրինություն արել ձեր նկատմամբ, արդեն քաներորդ անգամ եմ կրկնում, կենթարկվի պատասխանատվության, քրեական պատասխանատվության ես չեմ կարող ենթարկել։ Այդ մասով կարող եք դիմել դատախազություն կամ հատուկ քննչական ծառայություն, ում սուբյեկտ հանդիսանում է ոստիկանության ծառայողը։ Ոստիկանությունը քրեական գործ հարուցելու պարտականություն ունի նաև, ոչ թե քրեական պատասխանատվություն։ Ոստիկանի նկատմամբ ոչ, այլ նաև կարող է ներկայացնել զեկուցագիր հատուկ քննչական ծառայություն, որպեսզի դա ներկայացվի, բայց բնականաբար դա չի ներկայացվի։ Չի միանում։ Ընդամենը մի քանի օր առաջ մենք լավ տեսակ որ կալանավորեցինք մեր իսկ քննիչի, այնպես որ չեմ կարծում որ չի իրականացում, բացային դեպք ունենք ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Լավ իրականացնում ենք եւ նախկինում եթե դուք ցանկություն ունեք մենք կարող ենք տրամադրել թե քանի նման զեկուցագիր ենք ներկայացրել հատուկ քննչական ծառայություն եւ այս դեպքերով եւ ճանապարհային ոստիկանության հետ կապված ոստիկանների ապօրինով եւ այլ որ միշտ ներկայացվել է, խնդրում եմ այդպես մի արտահայտ։ Աշոտ Կարապետյանի վերաբերյալ կա եվրոպական դատանի վճիռ, այսպես ասած, որը դեռևս շարունակում է մնալ թղթի վրա, ում գործողությունների հետևանքով Գրիշա Վիրաբյանը զրկվել է օրգանից, նա ենթարկվել է խոշտանգման, սա հաստատված է։ Բնականաբար դա չի արվելու։ Ուրեմն կներեք, երբ ասում եք շարքային քաղաքացի եթե լրագրող, ես որպես երեկվա ակցիայի կազմակերպիչներից մեկը կարող եմ երաշխավորել, որ որևէ շարքային լրագրող քաղաքացի չի խախտել որևէ հասարակական կարգ, որևէ մեկը զինված չի եղել, որևէ մեկը ագրեսիվ չի եղել, որևէ մեկը ոստիկանի վրա չի հարձակվել։ Ես կարող եմ դա երաշխավորել դա մեկ։ Երկրորդը, այն որ ոստիկանի օրինական պահանջ եք ձևակերպում, մենք չենք կարող դա դիտարկել որպես օրինական պահանջ։ Դա խոչընդոտում է մեր հավաքների իրավունքը եւ խոսքի ազատության իրավունքը, որ կարող է ցանկացած ոստիկան գա ասի ես քեզ ասում եմ, ես ինչ բանն արա, ես պարտավոր չեմ անել դիտարկելով օրինական դաշտում է թե ոչ։ Նա կարող է ասել եւ ասել ես քանի որ ոստիկան եմ, դա իմ օրինական պահանջն է։ Երրորդը, բաժիններում, երբ կատարվում էր անձնական զննություն, երբ ես ասացի, որ մեկ ընթերակա եք բերել, շատ բորբոքվեցին, որ մենք այդ օրենքները շատ լավ գիտենք եւ սկսեցին գոռալ, եթե հիմա շարունակեք, մենք ձեզ ընդհանրապես կտանենք ուրիշ սենյակում կփակեն։ Այսպիսի իրավիճակներ են տեղի ունենում, երբ ոստիկաններն էլ են զարմանում, որ քաղաքացիական ակտիվիստները շատ լավ օրենքի տառը գիտեն եւ մենք ընդհանրապես գիտենք մեր իրավունքները։ Խնդրում եմ դա ի նկատի ունենանք։ Ությունը շատ ուրախ է որ քաղաքացին իրավունքները գիտի, հատկապես մենք այսօր մի քիչ շեղվեմ, լուրջ խնդիրներ ունենք այլ բնակավարում, քրեական բնակավարում, խարդախություններ եւ այլ շատ կլիներ որ լավ իմանային այդ մասով։ Ինչ վերաբերվում է էլի ոստիկանն ասեց, ես ասեցի կներեք ես երկխոսություններին գնահատական չեմ կարող տալ, բերեք փաստ ես նստեմ արձանագրեմ։ Ոստիկանն էլ կանչեմ, կասի գիտեք, տենց բան չի եղել, սենց եղել, ես չեմ դուք եք կարող եք գնահատական տալ։ Դրա համար յուրաքանչյուր դեպքով դուք էլ ձեր իրավունքն իմանալով խնդրեմ ներկայացեք համապատասխան բողոք դիմում, մենք նստենք քննարկենք կատարանք ծառայական քննություն, բանոն զերնանալի ասած, որ չենք ներկայացնում, միանշանակ եթե կատարվել է քրեորեն հետապնդելի արագ ներկայացնենք հատուկ բան, համապատասխան մարմին, հատուկ քննչական ծառայություն։ Ինչ վերաբերում է հասարակական կարգի եւ օրինական պահանջները, որ այդպիսի բան եղել է թե ոչ, կներեք դրա համար կա դատարան, մենք կազմում ենք արձանագրություն, դուք էլ իրավունք ունեք բողոքարկելու, վիճարկելու այդ ամենը, խնդրեմ։ Չեմ ասնա խոսքը, ձեր իրավունքները լիովին իրականացրեք, որոնք գիտեք։ Եվ գրանցամատյանների մասին, երբ տեսախցիկը գրանցում է, որ մեզ ազատությունից զրկում են 8-30, իսկ գրանցամատյանները գրանցում են, որ ընդամենը 9-ից 10 պակաս է եղել այդ կոնկրետ խնդրում եմ, հա, ներկայացրեք։ Ես այս պահին դուք ասում եք, այս պահին ես էլ կարող եմ շատ բան ասել։ Դուք նոր ասեցիք, որ Կոմիտասի 5-ի դեպքերով գրանցամատյանները տրամադրվել են, ուզում եմ ասեմ գրանցամատյանները Կոմիտասի 5-ի դեպքերով նաև կան գրանցամատյանում ժամկետանցներ, ոնց է հիմնավորումները ներկայացրել ենք դեռ 3 ամիս առաջ եւ առ այսօր որևէ մի կառույցից, այդ թվում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որովհետեւ հակառակ բան չենք ստացել։ Այդ շատ վատ է որ չեք ստացել։ Դե կներեք արդեն խնդրում եմ ներկայացրեք, մենք էլ ես ես հրավիրում եմ, երբ կցանկանա, քանի հոգով համեցեք, մատյաններով ամեն ինչ ցույց տամ, լավ։ Հնարավորություն տանք լրագրողներին հարցեր ուղղելու, խնդրեմ։ Եվա Մարտիրոսյան, Հակոբյան, ուղղել դուք նշեցիք Զեյնալյանի բոլոր նշած կետերին անդրադարձակ, սակայն կարծես չանդրադարձակ այն երբ քաղաքացիական հագուստով
քաղաքացիներին բերման ենթարկել է, որակվեց որպես առևանգում։ Խնդրում եմ մեկնաբանեք։ Նախ ես չեմ ընկալում այս դեպքում կներեք առևանգում ասածն ինչ է նշանակում։ Երբ որ անձահասարական կարգ է խանգարում, մենք քաղաքավարի կերպով նրան հրավիրում ենք, ասում ենք բաժին չի գալիս, կներեք օրենսդրությունում այդ իրավունքը տալիս է, եթե տեղում արձանագրության կազմելու հնարավորություն չկա, անձին տեղափոխել ոստիկանության համապատասխան բաժին։ Դուր առևանգում կներեք չեմ ընկալում։ Ներեցեք, պարոն Հակոբյան, դուք նշում եք, որ ոստիկանը չի կարող բեջով որոշել լրագրողը թե ոչ, իսկ քաղաքացին ինչպես կարող է, ասենք, հերվից ինչպես վստահի այդ միայն ոստիկանական այդ վկայագրին։ Ինչի՞ Օրինակ Արտուրենց օրենսդրությամբ ոստիկանության, ոչ հագուստն է ոստիկանական։ Կոնկրետ դեպքով դուք անդադ անդրադառնում եք, ես արդեն ասացի դրանով մենք զբաղվելու ենք, հասկանանք ինչ է կատարվել, դուք անընդհատ նույն դեպքն ասում եք։ Ես չտեսնելով դրանով տեղյակ չլինելով, իմ աչքով տեսած չլինելով հասկացանք այդ ամենը։ Պիտի տեսնենք ինչ է եղել, նախորոք ինչ է եղել, ինչ խախտում են արել, ենթադրյալ խախտում, լավ սենց ասեմ։ Որ հետո էլ հանդրադառնանք ամենավերջին կետին, ինչ ձևով տեղափոխեցին, ինչ ասեցին, լավ ասեցին, վատ ասեցին, ոստիկանը խախտեց իր, անցավ իր պարտականությունը եւ այլ։ Իհարկե գնահատական կտրվի, եթե գնահատականին ներկայացրած փաստերով դուք չբավարարի, խնդրեմ նստենք նորից քննարկենք, բողոքարկենք եւ այլ եւ ինչ մասնախ։ Շնորհակալություն։ Հարցեր։ Թե լրագրողներ, խնդրեմ։ Ես պայն որպես լրագրող հարցս տամ, ոչ թե որպես բանխոս, ուրեմն Գյումրիում եկեղեցու գմբեթին կանգնել էին դիպուկահարներ, ու ոստիկանություն թույլ էր տվել։ Ոստիկանապետ Վովա Գասպարյանը հոգևորականների շատ Աստծո անունն է հոլովում։ Ինձ ոնց կբացատրեք, դա ինչ է, հակաքրիստոնեություն չէ արդյոք։ Այդ հարցի պատասխանը ես չէ որ պիտի տամ, կա հատուկ ստորաբաժանում։ Իսկ ոստիկանությունն է թույլ տվել, որ իրանք կանգնեն։ Ոստիկանությունը դրա թույլտվության հետ կներեք, ոստիկանությունը թույլ չի տալիս համապատասխան ծառայությունը նախագահների անվտանգությունը ապահովելու դեպքում ինչ անել, ինչ չանել, ձեր հարցը սխալ ասացիով եք ուղղում։ Այսինքն ձեզ նախագահային պաշտպանելու համար բոլոր մեթոդները պատասխանեցի, դա իմ գնահատականը չի, որ ես դիտամ, լավ, դիմեք պատկանմանը, թող ձեզ պատասխանան։ Պարոն Հակոբյան, դուք կարծես թե շրջանցեցիք մի նշված փաստերից մեկը, որ օրինակ մեզ ու ենթադրաբար ոչ միայն մեզ բերման ենթարկելուց սկսած շատ երկար ժամանակ, կոնկրետ մեր դեպքում 2.5 ժամ թույլ չեն տվել կատարել զանգ, գոնե մեկ զանգ, օրինակ մարդու իրավունքների պաշտպանին կամ փաստաբանին, որի արդյունքում մեր փաստաբանը եկել է չափազանց ուշացումով ու այսինքն այդ ամբողջ process-ի պատասխանատուն, ձգձգման ընդհանուր պատասխանատուն ոստիկանության ներկայացուցիչները մեր համոզմամբ, խնդրում դա մեկնաբանեք։ Շրջանցել բառը մի կիրառեք, որովհետև պատրաստ եմ յուրաքանչյուր հարցի պատասխանել, ուղղակի ուղղակի դուք շատ եք, ես մենակ էլի, ես չեմ կարող այդքան արձանագրել, լսել ու պատասխանել, խնդրում եմ հաշվի առեք։ Մենք տուժած ենք, դուք ոչ, մենք 110 հոգի տուժած ենք։ Չէ, լավ։ Ես այլ բանից խոսեցի, իմ շրջանցելով, բացառապես շրջանցել չեմ շրջանցում որևէ հարց։ Ես ձեզ կարող եմ իմ գրառումը ցույց տալ, երբ որ դուք ասեցիք 2.5 ժամ ոչինչ չեն թողել արել, գումարել եմ 1 ժամ, ասեցիք չէ, զանգելուց հետո էլ իրավաբանը 1 ժամ ա տևել, խնդրեմ գրել եմ, վերջում ձեր 5 ժամ, այսինքն սա նշանակում որ արդեն ես ի սկզբանե ասեցի, սա պիտի ես պարտադիր զբաղվեմ սրանով, այո, օրենսդրությամբ սահմանված է 3 ժամից ոչվել, եւ եթե դուք պահվել եք 3 ժամից ավել, նորից ծառայական քննություն է, այդ բառից խնդրում եմ բան մի արեք, որ այդ ծառայական քննությունը վատ բան է։ Ծառայական քննությունը ամեն մի քննության տեսակը հանգամանքները պարզելու համար, վատ կամ լավ երևույթ չի։ Յուրաքանչյուր դեպքում, եթե չկա հիմնավորում ավել պահելու, միանշանակ դե խնդիր տեսնում եմ, այո, համաձայն եմ ձեր հետ։ Ու կոնկրետ եթե կան այլանդզինք 110 հոգի մշտ, խնդրեմ ներկայացնեք բոլորին, հատա դնենք ուսումնասիրենք։ Նման դեպքեր եղել են օրինակ մեր Շահումյանի շրջանում։ Ես խնդրում եմ անուն առանուն ներկայացրեք դրանք ոնը դեպքեր են, բացի այդ ես այսօր ուղղակի ֆիզիկապես չեմ հասցրել, արդեն իսկ պահանջել եմ, մինչև օրվա վերջ հավանաբար կունենամ բոլոր գրառումները եւ մատյաններում, ժամերի առումով բերելու, բաց թողնելու եւ արձանագրությունների։ Այնպես որ, այսինքն ես առանց ձեր ասելու, այսպես թե այնպես դեսկողություն իրականացնեմ, տեսնեմ խախտում եղել է թե ոչ, այնպես որ ես եմ ձեզ խնդրում, ներկայացրեք բոլոր այն անձանց անունները, ում որ խախտվել է իրավունքները, լավ, մենք էլ զբաղվենք, ձեզ էլ հրավիրեմ, կուզեք միասին զբաղվենք։
ներկայացնեմ, ուրեմն ոստիկանությունը բավական խարդախ գործունեություն էր վարում այդ ժամանակահատվածում, երբ պայմանավորվում էր ակցիայի կազմակերպիչների հետ, որ կարող է ազատ թողնել մինչև հրապարակ հասնեն, եւ ամեն քայլափոխին կտրտում էր էլի բախումներ առաջացնելով։ Դա արդեն ոստիկանական սադրանքներ էին, ճիշտ ասած։ Խոսքը Երթի ժամանակ, այո։ Երթի ժամանակ ուրեմն ի սկզբանե ոստիկանությունը մի քանի օր առաջ հայտարարեց, որ կենտրոնական փողոցները լինելու են փակ կապված Ռուսաստանի Դաշնության նախագահի այցի հետ։ Խնդրել ենք քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ կենտրոնական փողոցներից երթևեկելուց, հա։ Մենք քայլում ենք, չենք երթևեկում։ Թույլ կտակ ավարտեմ։ Ես դեռ ոստիկանության հայտարարության մասին խոսեցի, ոչ թե ձեր երթի կանդրադառնամ, հերթով նաև ձեր երթին, լավ։ Եվ այդ պայմաններում նույն հավաքների ազատության մասի 5-րդ հոդվածը կարծեմ, հա, 5-րդ հոդվածի վերջի պարբերությունն է, թե չեմ սխալվում, որ նայեք այնտեղ ասվում է, հա, սա կարող է սահմանափակվել, հա, այդ հավաքները եւ երթերը այն դեպքում, երբ որ այլոց գերակա շահերն են արդեն սահմանադրական առաջ գալիս, այստեղ երբ որ կենտրոնական փողոցներն արդեն իսկ ծանրաբեռնված են այցի հետ կապված եւ միաժամանակ ամբողջ ծանրաբեռնվածություն են երկրորդական փողոցների եւ միաժամանակ կազմակերպվում է երթ, կներեք արդեն իրոք նաև այլոց սահմանադրական իրավունքն է, բայց հասկանալով այդ ամեն ինչը ոստիկանությունը չխոչընդոտեց, դեռ չիրազեկված հավաքը համարեց օրինական, հա, որտեղ դե ժամկետի խնդիր կար, ժամ 1-ին հավաքեր մեզ գիրություն էր գրվել, բանով լրատվությամբ էր հրապարակվել, որ ժամ 1-ին պիտի լինի հավաք, ոստիկանությունն էլ շատ կոռեկտ, նորմալ ձևով ապահովեց դա, երթի մասին է դեռևս խոսք։ Այնտեղ ընթացքում պայմանավորություն ձեռք բերվեց կազմակերպիչների եւ ոստիկանության միջեւ, որ ընդամենը նամակ պիտի հանձնեն, կներեք օրենսդրությամբ, երբ որ առաջնորդվում ենք, այդտեղ այսինքն նամակը կառավարության շենք հանձնելով արդեն իսկ նպատակը ավարտվեց հավաքի, կոնկրետ այդ մասով, մնացած մասով որևէ շտաբ կապ ինքնաբուխի հայտարարություն չի եղել։ Կներեք, ես մինչև կառավարության շենք հասնելու մասին ամբողջ ճանապարհին ոստիկանությունը ուղեկցել է, որտեղ է խոչընդոտել է, կներեք, այո, շատ ճիշտ է, երբ որ ուզում էի գնայիք Բաղրամյան փողոց, որտեղ Բաղրամյան փողոցը փակ էր արդեն ի սկզբանե հայտարարվել էր փակ փողոց։ Մենք հյուսիսային պողոտա ենք մտել Ազատության հրապարակից։ Այո։ Առաջին իսկ շենքից հետո փակվել է ճանապարհը։ Մենք հետ էինք դառնում, պարոն Օսիպովը մոտեցավ, ասեց, չէ, ով է ձեզ խոչընդոտել։ Օսիպյանը մոտեցավ եւ ասեց, ով է ձեզ խոչընդոտել, եկեք, ես ձեզ կուղեկցեմ։ Հաջորդ քայլափոխին նորից փակվեց, կարծես սադրելով ոստիկանական բախումներ։ Այդ փակվել ինչ է նշանակում, սադրել բախումներ։ Եղել է բախում այդ ընթացքում։ Շղթա։ Դե գիտեք, կներեք, բա երթ է, մենք էլ փորձենք տիկա, մենք էլ մեր նկատառումներն ունենք, եթե ձեզ շատ է հետաքրքրում, մենք կարող ենք ներկայացնել, խնդրեմ։ Ինչ վերաբերում Ազատության հրապարակին, այնտեղ էլ եկավ ոստիկանական մեքենան եւ ասեց արտոնագրված չի ձեր հանրահավաքը։ Ոչ, պարոն Օսիպյանի ելույթը անձամբ ես եմ դիտել, խոսքը բացառապես վերաբերում էր դեպի Բաղրամյան փողոց երթին, հա, վերցրեք տեսագրությունը նայեք, այնտեղ միգուցե չգիտեմ այլ ձև է անցկալվել, բայց կնեղ շեշտվեց, որ Բաղրամյան փողոցը քանի որ փակ է, այնտեղ չեք կարող գնալ եւ դրա հետ կապված խնդրեց։ Ոչ, տեսագրությունը անձամբ եմ տեսել, դա գոնե համոզելով հնարավոր չի, լավ։ Եկեք միասին նայենք, կտեսնենք, որ շեշտվել է դերթ դեպի Բաղրամյան փողոց, չեք կարող ուստի դադարեցրեք, ելնելով դրանից։ Դրանից հետո երբ որ ժողովուրդը համաձայնվեց իջնել, այնտեղ խոչընդոտ չի եղել։ Իսկ կալցո օպերացիան ինչի համար էր։ Ինչ կալցո օպերացիա մասն է։ Նալբանդյան փողոցի վրա։ Կալցո օպերացիա հասկացություն նման բան ընդհանրապես չկա, վերագրում եք ինչ որ հին տարիների անվանումների, ընդհանուր սահմանափակումն արդեն ասեցի ձեզ կապված փողոցների ծանրաբեռնվածությունից։ Խնդրեմ համեցեք։ Ես մի փոքր հարցնեմ պարոն Զեյնալյանին, եթե կարելի։ Պարզապես մեկնաբանության համար, հա, ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում էին որոշ բերման ենթարկվածների բոլոր անհատական տվյալները, անձնական տվյալները, ընդհանուր իրենց հասցեները։ Այդ դրա հետ կապված որոշակի քննարկումներ առաջացան, արդյոք դա խնդրահարույց կարող է լինել անձնական տվյալների անվտանգության տեսակետից եւ այլն, ձեր կարծիքով դա խնդիրներ առաջացնող իրավիճակ է թե ոչ։ Խնդրում եմ նորից պարզաբանեք հարցը։ Օրինակ ասեմ, ես ասեմ ինչի մասն է խոսքը։ Մենք մեր կայքում սկզբից հրապարակեցինք սկզբնական շրջանում բերվածների, հա, անունները։
խոսքը նրա մասին արդյոք դա այնտեղ որտեղ գրված էր եւ ծննդյան թիվ եւ հասցե։ Արդյոք դա իրավունքների սահմանափակում, հա, դա ճիշտ եմ, չէ՞։ Ես ուղղակի ուզում եմ ասել ինչի մասն է, մեր կայքում մենք հրապարակել ենք խոսքը դրա մասին։ Նկատի ունեք արդյոք դա միջամտություն չի ձեր անձնական կյանքի հարգանքի իրավունքին։ Կարող է առնչություն ունենալ այդ իրավունքի հետ, այստեղ ուղղակի խնդիրը հետևյալն է՝ իրազեկել, թե ովքեր են գտնվում անազատության մեջ տվյալ դեպքում, որովհետեւ նրանց գտնվելու վայրը հայտնի լինի։ Բացի այդ, եթե իրականացվել է վարչական վարույթ եւ պիտի նաեւ կայացվի վարչական ակտ, ապա դրանք հրապարակային փաստաթղթեր են մեր խորին համոզմամբ, որովհետեւ դրանք իրավակիրառական ակտեր են եւ դրանով նաեւ որոշվում է օրենքի կանխատեսելիությունը, կամայականության սկզբունքի, արգելքի սկզբունքի ապահովումը, որովհետեւ այլ անձանց նկատմամբ կամայականություն չլինի, եթե մեկի նկատմամբ իրավական ակտը մի ձևով է կիրառվել, վարչայությունը մի ձևով է կիրառվել տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ, ապա մյուս անձանց նկատմամբ այլ կերպ չկիրառվի եւ լինի կանխատեսելի, որոշակի եւ կայուն։ Այս առումով կարծում եմ դա խնդրահարույց չի։ Այն որ ոստիկանական բաժանմունքներում կան ինչ-որ տվյալներ, ակտիվիստների այսպես կոչված քաղաքական որոշակի հայացք ունեցող անձանց, այլ սա արդեն միջամտություն է նրանց անձնական կյանքի հարգանքի իրավունքին եւ սա օրենքով նախատեսված չի։ Այսպիսի ցուցակ Հայաստանում կա, դրանք հրապարակվել են նաեւ 2003-2004 թվականին ռադիկալ, այսպես փակագծերով մարդկանց անվան կողքը եղել է, այսպիսի ցուցակ կա նաև Ռուսաստանի Դաշնությունում, կարծում եմ սրանք իրար հետ կապված են եւ Շիմավոլոսի գործով նաև այս միացված էր ցանցին, եւ այս ակտիվիստները այս ցուցակում գտնվող անձինք տոմս էին գնում գնացքի ինքնաթիռի տոմս, ապա անմիջապես տվյալ ոստիկանական բաժանմունքները տեղեկանում էին նրանց շարժի մասին, ինչպես են շարժվում, ուր են գնում, եւ նրանք մշտապես գտնվում էին բանի տակ, հետազոտման տակ, ուշադրության կենտրոնում ոստիկանության։ Այդպիսի բաներ կա, ինչպես բանում Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Համենայն դեպս, եթե հիմա այս բանին չկա միասնական ցանց, բայց դա լինելու է։ Բոլոր երկրներում որտեղ որ կա, սա հակամարտկային է, ուղղված է մարդու դեմ։ Եվ դա ապօրինի է, հակաօրինական է։ Եվ նաև ես հիշեցնեմ, որ իրավունքների պաշտպանության եղանակներից ամենահինը դա իրավունքի ինքնապաշտպանությունն է։ Դրանից հետո նոր միայն ստեղծվել են, ասենք, իրավունքի ճանաչումը, վերականգնումը եւ այլն, բայց դատական պաշտպանությունը, նորմատիվ իրավական ակտի չկիրառումը ավելի բարձրին հակասող անվավեր ճանաչումը, բայց ամենահինը եւ ամենալեգիտիմը դա իրավունքի ինքնապաշտպանությունն է, սա իմացեք։ Բոլոր իրավունքների մասն է խոսքը։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ինչ-որ բան եք ավելացնելու։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում քննարկում էինք 3 դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով ոստիկանության բաժանմունքներ տարված քաղաքացիների իրավունքները, թե ինչ տեղի ունեցավ 3։ Մեր հյուրերն էին բողոքի ակցիայի մասնակիցներ Արթուր Ավտանդիլյանը, Զարա Հովանիսյանը եւ բողոքի ակցիան լուսաբանող հրապարակ թերթի լրագրող Վարդան Մինասյանը, իրավունքի գերակայության ՀԿ-ի ղեկավար իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանության վարչության պետ Մերուժան Հակոբյանը։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար, պարոն Հակոբյան, լավատես լինենք, որ ինչպես 3 հաղորդագրություն տարածվեց 110 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու մասին, առաջիկայում կստանանք հաղորդագրություններ ոստիկանական այդ ծառայողական քննության հետևանքում ոստիկանական այն աշխատակիցների պատիժների մասին, որոնք ոչ օրինաչափ գործողություններ են իրականացրել 3։ Լավատես ենք։ Շնորհակալություն, ես Աղավնի Եղիազարյանն եմ, մենք մեդիա կենտրոնում էինք։